Ամենալավ տոնը, իմ ամենասիրած տոնը։ Արմիկ ջան, հլա սրանից դրու մի քիչ։ 11 տարվա բացակայությունից հետո տիկին Էլեոնորան այս տարի ամանորը տանն է նշելու։ Որոշել է առանձնահատուկ պատրաստություն տեսնել, շքեղ սեղան պատրաստել։ Ասում է հայաստանյան գներին դեռ չի հասցրել լավ ծանոթանալ, դրա համար էլ չի պատկերացնում ինչքան գումար կծախսի տոնական սեղանի համար։ Այստեղ չեմ ապրել, նոր եմ եկել, դրա համար չգիտեմ ինչքան կծախսի, ինչքան է հնարավոր։ Ես ինչքան ծախսվի։ Դե ձեռքի հետ եթե մի բան նստենում եմ, որ արտարոց կարող է հետո չլինի, վերցնում եմ, բայց ինչ մնաց, որ հատուկ պատրաստվեմ հիմա, առայժմս չէ։ Չնայած ամանորից հաշված օրեր են մնացել, սակայն առևտրի տաղավարներում տոնական եռուզեր դեռ չկա։ Վաճառողներն ակնկալում են ակտիվ առևտուր անել նախատոնական վերջին օրերին, իսկ այս օրերին հաշված մարդիկ են մեծ առևտուր անում։ Չէ, տարբերություն դեռ չենք զգում, թե նոր սայից հետո մի քանի օր հետո զգացվի։ Շատ լավ, իմ մոտ շատ ընտիր, աշխուժ առևտուր ալնում։ Շատ չկա Ազիզ ջան, մարդիկ սպասում են նոր տարու գալուն, որ իրանց գումարը նոր տարվա առևտրին ներդնեն։ Մարդիկ հնարավոր փողել չունեն, որ նորմալ առևտուր անեն, ամեն ինչը խանգարում է։ Վաճառողներն ասում են, որ սա տարվա միակ շրջանն է, երբ կարողանում են էկզոտիկ մրգերը կիլոգրամներով վաճառել։ Ոչ տոնորերին մարդիկ սովորաբար դրանք մի քանի հատով են գնում միայն։ Մրգերը սովորաբար առնում էին միշտ էլ, բայց այսօրվա դրությամբ արդեն առնում են որոշակի քանակությամբ։ Դուք երևի ականատես եք, նարինջը գնեց 3 կիլոգրամ, որ գնում էին սկզբից 2 հատ, 3 հատ, հիվանդատեսի ժամանակ, ծննդի ժամանակ։ Նախորդ տարիների փորձից տիկին Նոնան գիտի արդեն, որ առաջիկա օրերին առևտուրն ավելի կակտիվանա, իսկ տոներից հետո կտրուկ կպակասի։ Մարդիկ հաճախ են ունեցած ամբողջ գումարը տոներին ծախսում։ Թոշակ ենք ստանում, թոշակից ինչքան պետք է նախատեսենք, ոնց ասել ռուսը ելի մի կերպ են հասցնել, դե մի քիչ։ Ինչ նոր տարի, ինչ բան, այքերիկ ջան, ժողովուրդը փող չունի, շատ տուկա դյոլա ենք գնում, դախլա էլի, դախլա նկարի կտնաս ինչ ենք ծախում, ոնց ենք ապրում։ Քաղցրեղեն եմ առել, կոնֆետ, ճիշ, մեր մրգերն եմ առնում։ Այսի մի 60-70 կլինի։ Նատալիա Ոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։